Հայաստանում հայտնաբերվել են նոր ժայռապատկերներ։ Դրանց գեղագիտությունն ու հնարամտությունը մեկը մյուսից ցնցող են։ Առաջին եղաչափ 3D ժայռապատկերը, առաջին շարժանկար ժայռապատկերը եւ 2 մետրից ավելի առաջին որմնանկարը։ Եվ այս ամենը մեզնից 5-6000 տարի առաջ։ Մենք ուղևորվում ենք Արագած լեռան հարավային լանջ։ Ճանապարհը անցնում է Ագարակ, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերի միջով, իսկ համալիրը գտնվում է Լեռնամերձ գյուղի մերձակայքում։ Լեռնամերձ գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, հեռավորությունը Երևանից 40 կիլոմետր, բարձրությունը ծովի մակարդակից 1010-ից 1058 մետր, զբաղեցրած տարածքը 100 հեկտար։ Հայաստանում ժայռապատկերները հազարավոր են։ Նրանց մեծ մասը գտնվում է Արագածի լանջերին, Սյունյաց և Գեղամա լեռներում։ Ժայռապատկերների մասին շատ է խոսվել։ Սակայն լեռնամերձի ժայռապատկերները յուրահատուկ են։ Նրանք գտնվում են հսկայական համալիրի ներսում։ Գուցե այդ համալիրն էլ օգնի հասկանալ նրանց իմաստը։ Փորձենք բացահայտել։ Այս քարաշատ հուշարձանը վիթխարի տարածք է զբաղեցնում, ավելի քան 100 հեկտար։ Այստեղ 40-ից ավելի զոհասեղան և շուրջ 200 դամբարան է հայտնաբերվել։ Այս զոհասեղանները գիտնականներն անվանում են առաջին տաճարներ, կրոնական կառույցների նախատիպ։ Հետաքրքիր է, որ բոլոր զոհասեղանների և դամբարանների վրա պարտադիր ժայռապատկերներ կան։ Այս տաճարական համալիրի մի հատվածը, որտեղ շատ լավ պատաշարը երևում է, այստեղ։ Եվ փաստորեն ունի դարավանդաձև կառուցվածք, հիմա մենք փաստորեն այդ դարավանդով բարձրանում ենք վերև, դեպի իր գագաթային մաս։ Այստեղ շատ վարպետությամբ օգտագործել են բնական լանդշաֆտը եւ փաստորեն ավելացնելով որոշ մեծ քարերով վարված շարեր, ստացել են փաստորեն այս կառույց կարող ենք անվանել։ Եվ այ գագաթային մասում դուք տեսնում եք դրված այստեղ շատ լավ երևում է այս կոթողը, որի վրա կան ժայռապատկերներ եւ զոհասեղանը։ Պատկերի վրա շատ լավ տեսնում եք այծ, մարդ պատկերված եւ էլի այծ, արդեն բավական մակերևույթը մաշվել է եւ հարմարեցված զոհասեղանը այստեղ քարը դրված, որպեսզի նա իր դիրքից չտեղաշարժվի եւ հավանաբար հենց այստեղ էլ զոհաբերություններ պիտի կատարած լինեն։ Այստեղ էլ ինչ-որ պահոց, որտեղ եթե նայենք կան խեցեղենի եւ այլ իրերի մնացորդներ։ Կունազարդ խեցեղենի որոշ մնացորդներ, նո ապագայում կարելի է պեղել։ Մինչ այժմ պեղված դամբարաններից, որքան էլ զարմանալի է, մարդկային ոսկորների մնացորդներ չեն հայտնաբերվել։ Կարծիք կա, որ դրանք զուտ ծիսական թաղումներ են եղել, եւ ժայռապատկերներն էլ խորհրդանշաններ են միջնադարում ու մինչ այսօր լայն տարածում գտած տապանակարերի նախատիպը։ Մենք հիմա կանգնած ենք մի այդպիսի պատկերի առաջ, դուք տեսնում եք, սա այսպես կոչված հրափխային, հա, քայքայումից հետո մնացած այսպիսի քար է, որը կոթողի տեսք ունի, հա, բնական իհարկե, եւ տեսեք օգտագործել են վրան կամ պատկերներ։ Բայց ինքը բացի այն, որ այդ պատկերները կան, վրան ունի որոշակի ենթատեքստ։ Այստեղ դուք հիմա որ նայեք, կտեսնենք մենք գտնվում ենք ձեր հետ միասին որոշակի կլորություն ունեցող, այսպես հարթականման կառույցի առաջ, եւ կարելի է ենթադրել այսպիսի բան, այս տարի արված մի փոքրիկ ստուգողական պեղումները նախ այդ պատկերի առաջ, փոսի մեջ կոտրտված խեցեղենի բեկորներ հայտնաբերեցինք, որ ցույց է տալիս, որ պատկերի առաջ հավանաբար որոշակի արարողություններ են արել եւ
Այս հզոր պատեր ունեցող շինություններում շատ քիչ մշակութային մնացորդներ կան, այ համեմատած այն վայրերի, որոնք ապրել են։ Այսինքն սա հավանաբար ապրելու վայր չէ, այլ ինչ-որ ծիսական արարողությունների հետ կապված որոշակի ուրեմն այսպես կլոր հարթակ, որը իր մեջ ներառում է այս պատկերը եւ հավանաբար այստեղ որոշակի արարողություններ պիտի որ կատարածներ, ինչը իհարկե հետագա պեղումները ցույց կտան։ Ահա տեսեք այդ 40 զոհասեղաններից մեկը։ Այստեղ տեսեք ժայռապատկերը, որտեղ կարծես որսորդ է, զոհն է նրա, որսը, եւ չի բացառվում, որ այստեղ հենց այդ որսին են զոհաբերել։ Բայց ես շատ կուզենայի, որ սա լիներ աստվածաշնչյան Աբելի զոհասեղանը, բայց ցավոք ապացույցներ չունեմ եւ ոմանց նման չեմ կարող պնդել։ Զոհաբերության ծեսը պետք է ապահովեր հետագա հաջող որսը։ Որսի տեսարաններ, ինչպես Հայաստանի այլ համալիրներում, այստեղ եւս շատ են պատկերված։ Հիմնական կենդանատեսակը նույնպես կրկնվում է, բայց ցուր ոչխար։ Սակայն հենց այս կենդանիները հնագույն ժամանակներից համարվում են պաշտամունքային, եւ դրանց պատկերումը տաճարական կոթողների վրա պատահական չէ։ Շուրջ 20 զոհասեղանի վրա էլ կարծես պատճենահանված են նույն այծի պատկերը։ Կարող է դա պատահականության արդյունք լինել։ Երբեմն հանդիպում են ժայռապատկերներ, մասնավորապես Սյունիքի բարձրավանդակում ես այդպիսի մի նկար ունեմ, որ միանշանակ կարելի ասել դրանք եթե տառեր չեն, ապա գաղափարագերեր են։ Այծեր են, իհարկե, բայց այնքան են նրանք վերացարկված եւ այնքան են նույնականացված, որ կարելի է տեսնել կարծեք թե ինչ-որ բան է գրված։ Հենց ծիծագիր ասել է, հենց ինքնին իր մեջ պարունակում է այդ իմաստը։ Այցը միշտ եղել է պաշտամունքի էակ եւ պատահական չէ, որ ժողովրդական շատ առասպելներում, ասացվածքներում, առածներում այցը գոյություն ունի։ Այցը եւ ոչխարը, սպիտակ ոչխարը դա լույսն է խորհրդանշել, սևը մահը, որը տարել է հանդերձյալ աշխարհ։ Այցը զոհաբերվել է բրոնզեդարյան դամբարաններում որպես ուղեցույց, ուղենշող կենդանի, որը պետք է օգներ մարդուն հաղթահարելու այս եւ այն աշխարհների միջև եղած շատ նեղ կամուրջը եւ հայտնվելու դրախտում եւ ոչ թե ընկնելու դժոխ։ Մեր պատկերացումներում եւ նույնիսկ գիտության մեջ երկար ժամանակ գերիշխում էր այն տեսակետը, որ նախամարդ պրիմատը ընդունակ չէ ստեղծագործել, բայց հնագիտական նորագույն հայտնագործությունները փոխեցին այդ կարծրատիպը։ Ժայռապատկերների նախնադարյան նկարիչները ունեին վառ ստեղծագործական երևակայություն եւ տիրապետում էին որոշակի հմտությունների, որոնց կնախանձեր անգամ ժամանակակից մարդը։ Այստեղ օրինակ այս քարը, որ գտնվեց մի քանի տարի առաջ, շատ հետաքրքիր օրինակ է, որը նույնիսկ խոսում է եռաչափ, պատկերագրության մասին, քանի որ սովորաբար պետրոգլիֆները պատկերված են երկչափ հարթության, ունենք վերև, ներքև, աջ, ձախ, հարթությունը մեկն է։ Այս օրինակը երևի կարող է լինել հենց առաջին եռաչափ պատկերման սաղմերը եւ եթե նայում ենք այստեղ հենց քարի անկյունը օգտագործվել է, որպեսզի ցուցադրի թե ինչպես է մարդուկը ճկված, հենց անկյունը, ոտքերը պատկերելով այս հատվածում քարի մի հարթության վրա եւ քարի մյուս հարթության վրա պատկերել է գլուխը եւ ձեռքերը, ցուցադրելով թե ֆիգուրը ինչպես է ճկված մեջքի վրա։ Ինչը ստիպեց մարդուն այդ դաժան պայմաններում, երբ նա ամենօրյա կռիվ էր մղում, ոչ թե պայքար, այլ կռիվ էր մղում իր գոյությունը պահելու համար, որտեղ ամեն մի որսորդը, ամեն մի կինը, որը զբաղվում էր հավաքչությամբ, կարևոր դերակատարում ուներ եւ ազատել մարդուն, որը երկար օրեր շարունակ պետք է զբաղվեր ժայռի մակերեսը հղկելով եւ ստանալով այդ պատկերները, թվում է անհեթեթ, սակայն մարդու համար խիստ կարևոր է նաեւ հոգեվոր պահանջների բավարարումը եւ այստեղ ամենայն հավանականությամբ մենք գործ ունենք սինկրետիկ ինչ-որ մի երևույթի հետ, երբ հավատը, արվեստը
եւ կիրառական նշանակությունը իրեր հետ միախառնված են։ Այսինքն ժայռապատկերները անկասկան ունեն դիցաբանական հենք։ Ես նույնիսկ անվանում եմ այդ ժայռապատկերները բացօթյա տաճարներ։ Նախամարդը հիանալի է հասկացել բնության լեզուն։ Բազալտի հողմնահարված, քամուց հարթեցված մակերեսը օգտագործել է որպես կտավ։ Պատահական չէ, որ ժայռապատկերները հանդիպում են հենց բազալտե քարերի սև մոխրագույն տաշված հարթությունների վրա։ Դրանք հատուկ են ընտրված։ Ժայռապատկերը նաև պետք է ասեմ, որ այս դամբարանի մի մասն է կազմում, քրոմլեխի մի հատվածն է եւ միգուցե եւ տապանակար իրավիճակը հենց այստեղից է սկսում։ Այստեղ ունենք 3 տեսարան, հա, որոնք կատարված են կետհարվածային տեխնիկայով, հա, թակելու միջոցով, որը առանձնացնելով վրայի այս հողմնահարված շերտը, որը դարիների ընթացքում արևի եւ մասնավորապես քամու հետևանքով փայլ է առաջացնում եւ մքացնում է, փաստորեն թակելով այս հատվածը ստացել է շատ հետաքրքիր լուսուստվերային էֆեկտ եւ տարբեր անկյուններից իրան կարելի է տեսնել։ Այս ժայռապատկերը, օրինակ, շարժանկարի մուլտֆիլմի տպավորություն է թողնում։ Մենք հիմա մի ժայռապատկերի մոտ ենք, որը գիտնականները անվանում են լճակից ջուր խմող այծեր։ Իհարկե զարմանալի է նախամարդու հնարամտությունը, որը բնության ստեղծածը հարմարեցրել է իր միտքը ասելիքը արտահայտելու։ Փաստորեն սա բնական մի փոսորակ է իրենից ներկայացնում եւ տեղադրելով ֆիգուրները բավականին մոտ գլխով դեպի այս փոսորակը ստացել է շատ հետաքրքիր կոմպոզիցիա։ Եթե ռոմանական տերևի ժամանակ սա կարող է լցվել, հա, ջրով, կստանանք ինչ-որ մի լճակ, նմանատիպ մի բան եւ այծիկները փաստորեն ջուր են խմի լճակից։ Ցավոք հիմա անձրև չկա, բայց մենք միասին կփորձենք ստանալ այդ լճակը։ Պետք է նկատել, որ ժայռապատկերների միջոցով նախնադարյան մարդը ոչ միայն արտահայտել է իր ներաշխարհը, այլև բնությունը, կենդանական աշխարհը, որը հազարամյակների ընթացքում փոխվել է, որոշ կենդանիներ անհետացել են, որոշ կենդանիներ հայտնվել են կարմիր գրքում։ Փորձենք ժայռապատկերների միջոցով բացահայտել հնադարյան Հայաստանի ֆաունան։ Համոզված եմ, այն կզարմացնի շատերին։ Գերակշռող դեր ունեն բեզոարյան այծերը։ Միայն Սյունիքի ժայռապատկերներում հայտնաբերել ենք շուրջ 900 այծի պատկեր։ Ժայռապատկերներում կա վայրի ցուլ։ Սևանա լճի ավազանում վայրի ցլի մնացորդներ նույնպես հայտնաբերվել են։ Դրանք շատ հազվագյուտ գտածոներ են եւ վկայում են այն մասին, որ Հայաստանի տարածքում վայրի ցուլը տարածված է եղել։ Ընդ որում Սևանում։ Վայրի ցուլը անտառաբնակ կենդանի է։ Սևանի տարածքում ուրեմն այնպիսի վիթխարի անտառներ են եղել, որ այնտեղ վայրի ցուլ է բնակվել։ Հազվադեպ հանդիպող պատկերներից է առյուծը։ 1-2 Որմզդեղնի պատկեր կա։ Մենք երկար քննարկեցինք Որմզդեղն է դա թե ոչ, բայց նոյեմբերյանի շրջանի պեղումներում Որմզդեղնի մնացորդների հայտնաբերումից հետո մենք այնուամենայնիվ ենթադրեցինք, որ պատկերվածը Որմզդեղն է։ Մոտավորապես 20 կենդանատեսակ է հայտնաբերվել։ Դրանից 6-7-ը ամբողջովին անհետացել են մեր կենդանական աշխարհից։ 2 տեսակ՝ մուֆլոնը եւ բեզոարյան այծը, կարմիր գիրք են անցել եւ վերացման վտանգի տակ են։ Վերացել է վայրի ցուլը, առյուծը, եղնիկը, հեպարդը, ուխտը։ Դրանք բոլորը կան Գեղամա եւ Սյունիքի լեռների ժայռապատկերներում։ Ամենազարմանալին, որ արկա է տարբեր ժայռապատկերներում, վայրի կենդանիների ընտելացման տեսարաններն են։ Օտարերկրյա մասնագետներին, որոնք զբաղվում են հայկական ժայռապատկերներով, այս հանգամանքը ամենաուշագրավն է թվում։ Մեր նախագիծը սկսվել է 2009 թվականին։ Հետազոտությունը շատ ծավալուն է, մեզ հետաքրքրում է այծերի վաղ ընտելացումը։
Մենք պլանավորում ենք էլեկտրոնային միջոցներով վերականգնել հնագույն լանդշաֆտը։ Ես կարծում եմ, որ ամենազարմանալին Հայաստանի ժայռապատկերներում այծերի հսկայական քանակությունն է։ Թվում է դրանք վայրի այծեր են եւ արական սեռի են, քանի որ ունեն հսկայական արտահայտված կոտոշներ։ Մեր արձանագրած ժայռապատկերներում շատ տարօրինակ տեսարաններ կան։ Օրինակ տղամարդ, որ պարում է այծի վրա։ Ունենք պատկեր, որ նման է կենդանիներ վարժեցնողի, կարծես ղեկավարում է դրանց։ Կան նաև պատկերներ, որտեղ մարդը բռնած է եղնիկի եղջյուրներից։ Ենթադրություն կա, որ մեր տարածքում եղել է նաև եղնիկի ընտելացում։ Շատ են շները։ Սյունիքի ժայռապատկերներում կան հեպարդներ։ Շատերը կարծում են դա հովազ է, սակայն շատ դեպքերում հեպարդը պատկերված է մարդու հետ։ Գրավոր աղբյուրներից հայտնի է, որ հեպարդները մարդու հետ որսի էին դուրս գալիս։ Տարօրինակ է, բայց դա այդպես է։ Եվ մենք ունենք պատկերներ, որտեղ մարդը շների ու հեպարդի հետ եղնիկ կամ այծ է որսում։ Շատ հետաքրքիր դետալներ կան որոգայթների, քայթերի, որոնց միջոցով որսում եւ ընտելացնում էին կենդանիներին։ Ահա եւ որսադարանի իրական պատկերը Լեռնամերձի հնավայրում։ Գիտության մեջ ընդունված է դրանց անվանել քայթ, որոգայթ, որսադարան։ Դրանք հսկայական քարերով շարժված աստիճանաբար նեղացող եռանկյունաձև հարթակներ են, որոնց մեջ վազող կենդանին անսպասելի ընկնում էր ներքև, որտեղ հատուկ դարան էր կառուցված։ Որսադարանից քիչ ներքև էլ հնագետները հայտնաբերել են բնակության վայրեր։ Ուրեմն այս տարի, երբ որ ուսումնասիրում էինք ժայռապատկերների տարածման այս ուրեմն գոտին, հայտնաբերեցինք այս բնակատեղին, որտեղ կատարեցինք ստուգողական պեղումներ, 2 մետրից ավելի մշակութային շերտ ունենք փաստորեն, ինչը ցույց է տալիս, որ ժայռապատկերները այսպես լանդշաֆտում հենց այնպես տարածված չեն, այլ նրանք ունեն որոշակի մշակութային, սոցիալական կոնտեքստ, այսինքն այստեղ միայն ինչ որ արարողությունների կամ ծիսական լանդշաֆտի հետ կապված իրավիճակ չէ, այլ մարդը այստեղ երկար ժամանակ ապրել է, ծավալել որոշակի տնտեսական գործունեություն եւ բնականաբար իր պաշտամունքն ու ծեսները անքակտելի են եղել այդ գործունեությունից։ Այս մեր ուրեմն բացած բնակատեղին պատկանում է միջին բրոնզի տրեղկյան մշակույթին, հավանաբար պիտի թվագրվի, մենք կտանք ռադիոածխածնային անալիզները, պետք է դիտարկենք 21-19-րդ դարեր Քրիստոսից առաջ, այսինքն 3-րդ հազարամյակի վերջ եւ 2-րդ հազարամյակի սկիզբ, եւ համոզված ենք, որ այս պատկերների մի մասն ուրեմն պիտի համաժամանակյալ լինեն, հատկապես որ պատկերներից մեկում ունենք այս կլոր պլանը պատկերված եւ պետք է ենթադրել, որ դրանք պիտի լինեն համաժամանակյալ։ Կարծիք կա, որ նախամարդը պատկերել է ոչ բոլոր կենդանիներին, որոնց ֆիզիկապես տեսել է։ Օրինակ հետազոտող Հրաչ Ստեփանյանը ենթադրում է, որ մարդու կողքին պատկերված այս կենդանին դինոզավր է։ Գիտականորեն սա անհավանական է։ Մարդ արարածը չէր կարող տեսած լինել դինոզավր, դրանք երկրագնդից վաղուց վերացած էին, սակայն որոշ գիտնականների կարծիքով նախամարդը օժտված է եղել գերբնական հիշողությամբ եւ նախապատմական մի շարք կենդանիների պատկերել մոգական մտածողության շնորհիվ։ Կամ եւ գերմանացի եղնակ, որ Շվեյցարիայում ապրել, նա զանազանում է գիտակցության տարբեր աստիճաններ, Գեբսերը եւ խոսում է նաև նախասկզբնական արխայիկ, հետո մոգական գիտակցության մասին, երբ մարդիկ բնության հետ մեկ էին։ Նրանց արտաքին աշխարհի եկալումը այլ կերպ էր ընթանում։ Քան ասենք մեր ավելի առաջացած է համարվում իհարկե։ Եվ այդ պատճառով հենց նույն շամանների պատկերները կամ ծիսահամարական պատկերումները հենց դրա հետ։ Մեր հաղորդման սկզբում մենք ձեզ խոստացանք ծանոթացնել ժայռի վրա արված եւս մի ֆենոմենալ ստեղծագործության հետ, որը իր տեսակի մեջ առաջինն է։ Բացահայտումները մեզ տարան Լեռնամերձ գյուղից ոչ հեռու գտնվող մի ժայռաբեկորի մոտ, որը Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակի ծիսական լանդշաֆտի մի հատված է։ Մենք գնում ենք Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղ։ Այնտեղ մենք կտեսնենք, թե ինչպես են գիտնականները չափագրում այդ նոր ժայռանկարը, թե ինչու ժայռանկար եւ ոչ ժայռապատկեր իմանաք տեղում։
Կաքավաձոր գյուղի այս ժայռանկարը գիտնականների կողմից հայտնաբերվել է բոլորովին վերջերս։ Այն գտնվում է գյուղացիներից մեկի հողատարածքում։ Այ հիմա Աննան այն չափագրում է։ Ինչ է պատկերված։ Փաստորեն ունենք մեկ կենդանակերպ մի պատկեր, զոոմորֆ պատկեր, 5 ոտքերով եւ վերևի եւ ներքևի հատվածներում գնում են շրջանակների մի ամբողջ շարք, որը բավական սիմետրիկ է դրված։ Նշանակության մասին դեռ չեմ կարող ասել։ Պետք է մանրամասը նույնիսկ հաշվել շրջանակները, հասկանալ միգուցե օրացույց է, միգուցե ինչքանով է կապված սա կենդանակերպ է արդյոք, բայց ըստ երևույթին փաստորեն ունենք կոտոշ, որը ճյուղավորվում է, դառնում է երկու կոտոշների, կվերցնեմ մի փոքր հատված օխրայից, եթե օխրան պարունակում է օրգանիկա, ապա մենք կարող ենք դա անալիզների հանձնել եւ դա կտա մեզ որոշակի ժամանակագրության մասին ինֆորմացիա։ Գունավոր ժայռանկարներ գիտությանը մինչ այժմ հայտնի էին։ Դրանք գտնվել էին Քասախի կիրճում եւ Դարաբավոր կոչվող այրերի շրջակայքում։ Սակայն այս չափերի մոտ 2 մետրի հասնող գունավոր ժայռանկարի այլօրինակ Հայաստանի տարածքում դեռ գտնված չէ։ Ինչն է հետաքրքիր, տակից մենք ունենք մշակում, այսինքն պատը ծածկվել է ըստ երևույթին կավակերտ, կավից բարակ շերտով եւ դրա վրա հենց դրվել է օխրան։ Ինչպես որմնանկար։ Փաստորեն սա ոչ թե ժայռանկար է, այլ կարելի ասել նույնիսկ ֆրեսկա որմնանկար։ Պարզվում է, մենք գտել ենք Հայաստանում հայտնաբերված առաջին որմնանկարը, կարմիր ներկովարված առեղծվածային մի պատկեր։ Փորձը ցույց է տալիս եւ այստեղ, եւ Գեղամավանում, եւ այնտեղ, որտեղ ունենք այդպիսի ժայռանկարներ, միշտ օգտագործել են հարևանությամբ գտնվող այդ լավայի կողմից վարված նստվածքը։ Այսինքն սա մեզ ասում է մի հետաքրքիր բան, որ Հայաստանում այս ժայռանկարային արվեստը նույնպես գոյություն է ունեցել եւ հավանաբար պետք է այսպես նայել։ Այնտեղ, որտեղ կա ներկանյութ, նրա հարևանությամբ պետք է ման գալ անպայման նման ուրեմն ֆենոմեն եւ ես կարծում եմ, որ Արագածի լանջերը դեռ մեզ շատ կզարմացնեն հետագա տարիներին նման հայտնագործություն։ Այսպիսով ոմանք ժայռապատկերները տապանակարեր են համարում, ոմանք հաղորդագրություն, ոմանք գուշակություն, բայց ինչ էլ որ լինի, ժայռապատկերների աշխարհը զարմանալի աշխարհ է։ Կյանքը, որ ծեսի, որսի, հերկի, ծնունդ տալու եւ այլ աշխարհ տեղափոխվելու մի համալիր էր, իր բոլոր դետալներով դառնում էր ստեղծագործություն, զարմանահրաշ ստեղծագործություն։ Արևելքի ու արևմուտքի խաչմերուկում գտնվող երկիրը չինացիներն անվանում են Յամանիա, Ասիայի դժխուհի։ Դա հենց Հայաստանն է, Հայաստան հիերոգլիֆի ստուգաբանություն։ Ինչպես է Հայաստանում հայտնվել չինական ապակին, ճենապակին ու մետաքսը, ինչպես է հայկական քարը, լազուրիտը հասել Եվրոպա։ Բացահայտենք ամենահռչակավոր միջազգային առևտրական ճանապարհներից մեկի՝ մետաքսի ճանապարհի հետքերը Հայաստանում։